Աստվածային օրենքներ են, որոնց մասին մենք եկեղեցի դա համարձակում է ցիտել սուրբ տեքստը, սակայն մոռանում է ամենապարզ ճշմարտությունը։ Կարելի է եւ այդպես ասել, այս բային սիմվոլիկ հիշեցում է, որ այդ իրողությունները անխուսափելի են եւ դրա համար եկել է դժոխքի դեսպանը հիշեցնելու, որ բոլորը միշտ պատասխան են տալիս իրենց արածների համար։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես նշեցի, այսօր միաժամանակ երկու բողոքի ակցիա է տեղի ունենում։ Քիչ առաջ մենք խոսեցինք Սերգո Մուրադյանի հետ, Պռոշյան համայնքի բնակիչ, ով պայքարում էր Մուլտիտրանս ընկերության հետ, ինչպես նա նշեց, Մուլտիտրանս ընկերությունը խանգարում է եւ խոչընդոտում է վարորդների երթևեկությանը, իսկ մյուս Իսկ երկրորդ ակցիան ուղղված էր հայ առաքելական եկեղեցու Նիկոլ Փաշինյանի արված արտահայտություններին, ժողովուրդը պայքարում է հանուն արդարության եւ հանուն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ինչպես տեսակ, բողոքի ակցիան բավականին հետաքրքիր կերպ էր կազմակերպված, դժոխքի դեսպանը եկել էր, որպեսզի այսպես ասած տաներ Նիկոլ Փաշինյանին իր հետ։ Դուք եք բերել։ Նիկոլի հետևից եք, ոնց մենք ենք մեջ։ Մենք դիմել ենք։ Մի արտահայտ, սխալ եք արտահայտվում, իջեք ներքև։ Բայց ինչի չեն կարող։ Չի թույլատրվում, իջեք ներքև։ Բայց ում կողմից չի թույլատրվում։ Մեր։ Ոնց թուղթ ցույց տվեք։ Թուղթ կարող եք ցույց տալ, որ չի կարելի։ Դա դες հարկավոր համեցեք։ Չի կարելի մտնել։ Հավաքների ազատության մասին օրենքի 37-րդ հոդվածով հավաքի վայրում շենք շինությունների մուտքերը։ Սա հավաք չի 100 հոգի։ Դուք երևի թե տեղյակ չեք հավաքի իրենց ինչ է ներկայացնում, երկու եւ ավելի անձը արդեն իսկ համարվում է հավաք։ Երկու եւ ավելի չի համարվում հավաք։ Դուք կարող եք ուսումնասիրել հավաքների ազատության մասին։ Դե ուրեմն լավ չեք ուսումնասիրել։ Երկուսից ավել, այսինքն Տեսեք, ամեն դեպքում մենք ձեզ տեղեկացնում ենք, որ մուտքերը եւ ելքերը չեք կարող սահմանափակել, արգելափակել, ազատ տեղաշարժը խոչընդոտել։ Նայեք, ազատ տեղաշարժ բացարձակ չեն։ Հարգելիս, համեցեք ներքև։ Ինչ տարբերություն հիմա այս աստիճանը ասենց գիծած էս ինչու արդեն ինչու որովհետև մուտքի դիմաց խոչընդոտ է ենթադրենք մարդը չի թողնում հարց չկա ենթադրենք անցաթուղթ է պետք դժվար թե դժողքի դեսպանին անցաթուղթ տրամադրեն ոչինչ բայց հարթակը ով ասում որ չի կարելի գալ մենք ձեզ արդեն իսկ օրենքի հղումը արեցինք դա հավաքների ազատության մասին օրենսգրքի 30-րդ հոդվածն է կարող եք ուսումնասիրել նոր մոտենալ ուսումնասիրեմ հիմա ես չեմ մտնում ներս որովհետև ենթադրենք անցաթղթով է բայց այստեղ ինչ խնդիր կա այո Տեղեկացրեցինք ձեզ։ Մուտքում ազատ տեղաշարժը խոչընդոտ եք հանդիսանում, հարգելիս։ Հիմա ճիշտ ասենք դուք եք ազատ տեղաշարժը խոչընդոտում, դուք ես կես կողմ եմ կանգնած, իսկ դրան մուտքը դուք եք խոչընդոտում։ Դրա համար մենք ձեզ հորդորում ենք, որպեսզի դուք իջնեք ներքև ու ձեր հավաքը իրականացնեք, որ այստեղ ոչ մի մուտք չխոչընդոտվի։ Եկեք այսպես փակել եք մուտքը, որ մեզ հորդորեք։
Այսինքն Շարժը խոչընդոտում եք, նայեք խեղճերը հիմա ուզում են դուրս գան շենքից, չեն կարող խոչ, նայեք ինչքանով շարվել եք խոչընդոտում։ Հիմա դուք չգիտեմ փորձում եք երգիծանքի երևի վերածել, հա, գիտեք մոտեցել ենք ձեր հետ հիմա կատակում ենք, մենք ձեզ դեռևս հորդորում ենք, որ ներքևի հարթակում ձեր հավաքը իրականացնեք։ Քաղաքակիր ձևով, լավ։ Հա, շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք այժմ մոտենում ենք հայ առաքելական եկեղեցու համար պայքարի դուրս եկած քաղաքացուն։ Խնդրում եմ ներկայացեք։ Նաիրա Մխիթարյան։ Կասեք ձեր պայքարը մինչև երբ է շարունակվելու։ Տեսեք, այս պայքարը պիտի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը գործում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում եւ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դատվել։ Դա էլ է կարևոր հանգամանք։ Նա պիտի դատվի, դատապարտվի ամբողջի համար։ Իսկ ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի սկսած այս ագրեսիվ արշավը ինչ սպառնալիքներ ունի եւ ինչու է նա պարբերաբար թիրախավորում հայ առաքելական եկեղեցին։ Ես խնդրում եմ մի ասեք սկսած արշավը, նա նոր չի սկսել այս արշավը, այն օրվանից սկսած, երբ որ նա ՀՀ վարչապետ է, կեղծ հեղափոխությունից սկսած, սա Հայաստանի ոնց որ կործանման, Հայաստանի ողնաշարի ջարդման ակցիա է, որը որ նա իրականացում է համապատասխան հրահանգներ ունենալով իր տերերից, Ադրբեջանից եւ Թուրքիայից, եւ հիմա պարզապես նոր թափ է առնում, որովհետեւ ժամանակն է հասել հարվածելու մեր ազգպահող հիմնական հիմնասյանը եւ նա կացինը առած հարվածում է այդ հիմնասյանը։ Նոր թափ է առել պարզապես, չի սկսվել։ Եվ ինչ կոչ ունեք ձեր հայրենակիցներին։ Իմ կոչը բոլոր հայերին է, նախ ՀՀ քաղաքացիների մասին չի միայն խոսքը, այսօր այդ մասին էլ էի մտածում, որտեղ է մեր սփյուռքը, ինչ է անում, երբ որ հայությունը, երբ որ ջարդվում է, երբ որ խնդիր կա ընդհանրապես ոչնչացնելու հայ տեսակը, ինչ ենք անում մենք, օրինակ ինչ մեր ամբողջ պոտենցիալը սփյուռքի այժմ պիտի լծված լիներ հայրենիք այս օրհասական վտանգից ազատելուն, կոչս բոլորին է, ամեն աշխարհի սկսած Հայաստանի կենտրոնից միջև աշխարհի յուրաքանչյուր ծայրը գտնվող հային, ուշքի եկեք, մենք հայրենիք ենք կորցնում։ Եվ նաև եւս մի բան էլ, հայրենիքն ու հայրենասիրությունը դա զուտ պաթետիկ կոչերը չեն, չկասկածելով անկեղծությանը, չկասկածելով հայրենանվիրումին, բայց ամեն դեպքում, երբ որ կրակը վառված է, երբ որ ջարդվում է հայրենիքի ողնաշարը, հայրենասիրությունը դա կասկադը լցնել ազգային պարերով չի, դա չի։ Հայրենասիրությունը արևմտյան Հայաստանից տխուր այցելել արևմտյան Հայաստան եւ տխուր սրտաճմլի գրառումներ անելով չի։ Այժմ հայրենասիրությունը կործանվող հայրենիքը փրկելն է։ Հայոց գերագույն գլխավոր խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում էր Նիկոլ Փաշինյանի այս բոլոր խոսույթները եւ հայոց եկեղեցու դեմ շարունակվող արշավը։ Ինչ է կարծում, արդյոք այս հայտարարությունը բավարար էր, թե իրոք հայ առաքելական եկեղեցին պետք է սահմանի մեծագույն պատիժը, այսինքն նզովքը։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին տալիս է գաղափարական գնահատականը այս ամբողջին, այնուհետև ես որպես հայ, որպես քրիստոնյա, որպես ազգային արժեքները դավանող անձ, իմ խնդիրն է եւ յուրաքանչյուրի խնդիրն է, յուրաքանչյուրը որ իրեն նույնականացնում է որպես հայ եւ քրիստոնյա, ոտքի կանգնելու եւ պայքարելու։ Նզովելը բնականաբար, նզովում են Նիկոլին անգամ մեր ամբողջ քրիստոնեական գծի բոլոր սրբերը տեսնում եք, նզովք են դուրս եկել իրեն համապատասխան արարքին գնահատական տալու։ Շնորհակալ եմ։